Ասում եմ, եթեր անեմ չանեմ, ամենառադիոյի եթերում եմ ասելու, բայց մի քանի գրառումներ արել եմ ռադիոյի եթերից առաջ բարեկամներ, դե ինչ, ոչ մեկի անմեղության կանխավարկածը չխախտելով, բայց չեմ կարող չմտահոգվել, որովհետև խոսք է գնում շատ լուրջ մեղադրանքների մասին, որոնք տեղ պիտի ունենային այստեղ Երևանում, մեր շուրջը, ու գիտեք ինչ, ես ոչ թե հավատում եմ քննչականը կամ ինչպես կարող ես Ռաֆայել գրառում ես արել Facebook-ում առանց դատ ու դատաստանի, այդպես չեմ մեղադրել, ես պարզապես հայ եմ եւ ես գիտեմ ես ինչ երկրից եմ գնացել, ես գիտեմ ես ինչ երկրից եմ սերել, ես գիտեմ իմ երկիրը բարեկամներ, ես ոչ ցավոք սրտի ոչ Շվեյցարիայից եմ, ոչ ինչ որ Նորվեգիայից իմ կյանքի ընթացքում ես տարիքով շատ մեծ չեմ, ձեր ու մեր կյանքի ընթացքում մենք տեսել ենք հոկտեմբերի 27, մենք տեսել ենք բարձրաստիճան զինվորականների ինքնասպանության փորձեր, մենք տեսել ենք մարտի 1, մենք տեսել ենք այդ Մաշտոցի պուրակներ էլեկտրիկ Երևան են, որ տղեկը ջրի շթին ապորի տակ թռնում էին Բաղրամյան պողոտայով էստի ամեցեկի պես, մենք տեսել ենք այդ ամենը, Սարի թաղի դեպքերն ենք տեսել, սթափվեք գժուկներ օպերացիան, որ տվին են տղու աչքը թափին, մենք տեսել ենք քացիներով բժշկի սպանության դեպքեր Ավանեսյանի, ու այսպես հազարատ օրինակ կբերեմ։ Դրա համար որ ասում են ինչպես կարող են ռազմական հեղաշրջում, հենց այդպես կարող են, մանավանդ եթե խաչը գրպանում։ Խաչակնքվող սատանաներից վտանգավոր բան չի եղել մեր պատմության մեջ, երբեք։ Ընդհանրապես գիտեք իմ վերաբերմունքը բոլոր կրոններին, հա, միշտ ինձ ասում են, հա, դու եկեղեցու, ես բոլոր կրոններին եմ ասում։ Ամենամեծ չարիքը դա է։ Չարիքն է, որտեղ պատմության մեջ բոլոր սպանությունները, բոլոր պատերազմները, խաչակրած արշավանքներից սկսած մինչև այս վերջին գործառույթներն ու հեղափոխություններն ու հեղաշրջումները, ամենը խաչակնքվող սատանաների օրհնությամբ է եղել։ Այնտեղ ձեզ 7 կույս է սպասում, այնտեղ ձեզ չարչարանքներից ազատում է սպասում, այնտեղ ձեզ երջանկություն է սպասում, մի խոսքով դա կրոնական թեմա չի սա։ Դրա համար, երբ որ կարդացի քննչական կոմիտեի այս պարզաբանումը, երբ որ բերման ենթարկեցին, ասված իմ, եթե 5% էլ անգամ ճիշտ է, ես կասկածի տակ չեմ դնում, էլի եմ ասում, որովհետև ես գիտեմ մեր երկիրը, ես գիտեմ մեր մարդկանց, ես գիտեմ ինչ հասարակության մեջ ենք ապրում, ես շատ բան եմ տեսել ու տեսնում, իսկ ինչու չի կարող հանկարծ լինել այդպես։ Այսինքն մի րոպե, փաստորեն մեր հասարակությունը կարող է մտնել ազգային ժողով, ուղիղ եթերում գնդակահարել ազգի հերոսներին եւ այն մարդկանց ում անունով երթվում էր, բայց չի կարող օրինակ այս ամենից հետո ինչ որ կատարվեց մեր ժողովրդի հետ, զենք զինամթերքով, վառելիքներով, իր թիմակիցներով եւ յուղոտ կտորներից ձեռնունայն մնացած մարդկանց, ովքեր բացեբաց եթերում ասում են, որ վենդետա լինելու է, իրանք չեն կարող դուրս գան փողոցներ եւ չկրակեն։ Այսինքն տրամաբանությունը չեմ հասկանում։ Այսինքն մենք ապրում ենք մի հասարակության մեջ, որտեղ թիկնապահները կարող են քացիներով սպանել վաստակաշատ բժշկի, որովհետև հակին սպարտիվկա է եղել, այլ ոչ օրինակ կոստյում եւ շալվար, բայց չեն կարող զինված ինչ որ ապստամբություն չանել։ Մեր օրոք կարող են ինչ որ հիմար լոզունգներով մտել ՊՊՑ-գուն գրավել, տալ սպանել անմեղ մարդկանց, ովքեր դուրս էին եկել իրենց աշխատանքի եւ ոչ մեկ դրա համար պատասխան չտվեց, այսօրվա դրությամբ դրանք քաղաքական գործի չեն կոչվում, բայց ինչ որ մի հատ տերտեր եւ իր հավատարիմ հոտ չի կարող հանկարծ զինված դուրս գա, օրինակ Մաշտոցի պողոտայով գործառ, այսինքն տրամաբանությունը ես չեմ հասկանում։ Մեր ժողովրդին չեք ճանաչում, կամ այսինքն մի կուսակցություն, որ իր ողջ անցած ուղով ահաբեկչական է, համենայն դեպս այդպես է հայտնի եւ երթվում է զենքի վրա, ինքը չի կարող որևէ գործառույթ իրականացնել մեր օրերում, իսկ ինչով է տարբերվում մեր օրերը նախկին օրերից, այդ ինչն է փոխվել, հրամայականն է փոխվել, իրավիճակն է փոխվել, դրա համար բարեկամներ, ինձ հիմա մենք վաղուց պիտի արդեն այսքան միամիտ չլինենք եւ հասկանանք, որ ամեն ինչ ասեն այդ կառույցների բանի մասին, ես ասեմ այո հնարավոր է։ Ես ճիշտ է չունեմ ապացույցներ ձեռքից տակ, ես ոչ քննիչ եմ, ոչ
ինչ-որ տիրապետում ինչ-որ ինֆորմացիաների, ես պարզապես աշխատում եմ նյութերի հետ, պատմական հիմնականում, ես գիտեմ իմ ժողովուրդը ինչի է ընդունակ, ինչին ընդունակ չէ։ Հոգին կծախեն շահի համար, հանուն շահի, ինչի պատմության մեջ լավ, հիմա նորագույն պատմությունն է, անցյալում նման բաներ չի եղել, վարկանական, որտեղ չաղ եւ յուղալի, այնտեղ է նա երբ յուղալի, դասականի ասած։ Դրա համար, ովքեր կասկածի տակ են դնում ինֆորմացիան, ձեր իրավունքն է, ես չեմ ուզում հակաբաներ ասել, ձեր իրավունքն է, բայց խնդիրը կայանում է նրանում, որ եթե հանկարծ այս գործառույթները չլինեին եւ վաղը մյուս օր ձեր մայրիկը, ձեր քույրը, ձեր երեխան, ձեր զավակը, թոռը, կապ չունի, ձեր սիրելի եւ հարազատ մարդկանցից մեկը, եթե հանկարծ այդ աբորիգենների ձեռով տուժվեր, մի բան լիներ, Աստված մի արասե, մի փորձանքի հանկարծ գային, պիտի ասեին պետություն չկա, էս էլ Նիկոլի իշխանությունը պիտի ասեին, որ չկանխեցին, այս չարեցին, այն չարեցին։ Դրա համար մենք կսպասենք իրադարձությունների զարգացմանը, ես մա ռադիոյի եթերում ավելի մանրամասն կխոսեմ, սա զուտ, ինչպես ասում են, կադրից դուրս, իսկ դուք մտածեք այդ ուղղությամբ եւ հարգելի հայրենակիցներ, ընտրությունները սայրի ետևում չեն, դժգոհ եք համակարգից, դժգոհ եք իշխանությունից, դրա իրավունքը ունեք, իհարկե, գնացեք եւ ընտրեք ում ուզում եք, ոնց ուզում եք, ձևավորեք ձեր սրտի կառավարությունն ու իշխանությունը, բայց ահաբեկել, բայց ձայնագրություններն եմ լսում, մի քանի օքու գնդակահարեք եւ վերջ բան։ Մենք պիտի հասկանանք, որ Հայաստանի Հանրապետության այս ժամանակաշրջանից սկսած իրար գնդակահարելու, Երևանի փողոցները արյան հեղեղներ սարքելու, պարլամենտներում կրակելու, դեպուտատներ ծեծելու, մահափորձեր անելու ժամանակաշրջանը անվերադարձ փոխված է, շրջված է, վերջ։ Դա այդ այլանդակաբարո եւ անառակաբարո ժամանակաշրջաններ, որը ավարտված է ու այլևս չի լինելու, վերջ։ Սա ամեն մարդ պետք է իր համար օրենք որպես ընդունի եւ ապրի։ Ոչ մի իշխանություն հավերժ չէ, բոլորը գնալու են, բայց ամեն մի ընտրության գնալիս ամեն մարդ պիտի ձայնը տալիս այդ անդերբանի մեջ որ գցում են արխի մեջ, պիտի հասկանա ում է քվեարկում, հանուն ինչի է քվեարկում եւ ինչ բեքգրաունդ կա, ինչ անցյալ կա այդ ուժերի ետևում։ Այսքան բան, մնացածը եթերում։